Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Postscriptum հաղորդաշարը։ Այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր հանրապետական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, շնորհակալություն, որ այսօր եկել եք մեզ մոտ։ Վերջին զարգացումները դրանից երևի պիտի սկսենք Ազատության հրապարակում եւ դրա շուրջ։ Դուք ասում եք, մինչև Ազատության հրապարակից այդ վրաններից դուրս չգաք, վրանները չհավաքեք, մենք երկխոսություն չենք սկսի։ Նրանք էլ ասում են, մեզ ընդհանրապես երկխոսություն պետք չի, մինչև դուք մեզ չխնդրենք, մենք չենք սկսի։ Մի քիչ տղայական մակարդակի խոսակցություն չի, որ տղաները, գիտեք, չէ, Բաքում ասում են հլարի ստեղ, չէ, ասում են, ինչու ասեցիր հլարի ստեղ, ես պիտի քեզ կանչեմ, որ դու գաս ստեղ։ Մի քիչ դրա նման չի։ Նախ երբ որ խոսում ենք երկխոսության մասին եւ ընդհանրապես ՀԱԿ-ի եւ հանրահավաքի մասին, փորձենք մի փոքր շեշտադրումները այլ ուղղությամբ տանենք եւ այդ երկխոսությունը վստահաբար մեծ հաշվով պետք է նաեւ մեր ժողովրդին, հասարակությանը, ինչ առումով որպեսի քաղաքական երկու դաշտերում, ընդդիմադիր եւ իշխանական դաշտերում, երբ որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են, իրենց մեջ վճռականություն են գտել, որպես երկխոսեն, եւ այն խնդիրների շուրջ, որոնք կան տարբեր կարծիքներ, կամ առնվազն չեն համաձայնվում այդ հարցադրումներին կամ արկա խնդիրների հետ, ապա նստեն եւ քաղաքակիրթ այսօրվա ժողովուրդների կանոններով եւ այսօրվա քաղաքակրթությանը հարիր միջոցներով երկխոսեն։ Եվ դա պետք է առաջինը ժողովրդին, հասարակությանը, ինչի համար, որովհետև այդ կերպ մենք կարող ենք հասկանալի, ընկալելի լեզվով բացատրել ցանկացած խնդիր։ Եվ այդ երկխոսության միջոցով մենք կարող ենք ստեղծել վստահության մթնոլորտը, մենք կարող ենք հասարակության մեջ այն ջրբաժանը, որը տարբեր առիթներով ավելի է խորացել, այսօր մի փոքր կրճատենք, եւ այն հակառակ բևեռում գտնվող մարդիկ, ովքեր թեպետ տարբեր կարծիքներ ունեն, բայց միևնույն ցեղի ազգի արյունն է հոսում, կարողանանք քաղաքակիրթ ճանապարհով եւ կարևորը նույն երկրի քաղաքացիներ են, այո, կարողանանք պատրաստվել, որովհետեւ առաջիկայում համապետական ընտրություններ են, մենք դա չպետք է մոռանանք, որը բավականին լուրջ եւ վճռորոշ դերակատարում կունենա հայոց պատմության, նորագույն պատմության մեջ։ Եվ այս առումով այն շեշտադրումը, որ մեզ պետք չի, ձեզ է պետք է տղայական հարթությունը, մի փոքր ինձ համար ընկալելի չէ եւ չէ էլ ցանկանա, որպեսզի մտնենք այդ դաշտ։ Որովհետեւ երկխոսությունը պետք է բոլորին, հասարակ քաղաքացուց մինչև պաշտոնյան, պատգամավորը, նախարարը, ՀԱԿ հանրահավաքի այդ հարթակում կանգնած մարդիկ, բոլորին է պետք դա։ Դա որից մեկի սեփականաշնորհված կամ ասենք ինչ որ լիազորությունները չէ կամ որ ինքը դրանցից հետո օգուտ քաղի կամ վերցնի։ Եթե մենք այս տեսանկյունից մոտեցանք այս խնդրին, միանշանակ դա փակուղի է եւ միանշանակ կտանի նրան ինչին որ այսօր հանգեցրեց։ Բայց դուք ասում եք վրանները հավաքեք նոր երկխոսենք։ Իսկ դուք նախապայման եք դնում, հա։ Գիտեք ինչ, երկխոսության միտքը, նպատակը, իմաստը որն է։ Երբ որ կա խնդիր, չէ, եւ այդ խնդիրը մենք փորձում ենք սեղանի շուրջ նստել եւ խոսել, զրուցել, երկխոսել, բանակցել, բանավիճել, հարցադրումներ անել, հետո ստանալ պատասխանը, չհամաձայնվել այդ պատասխանի հետ, չհամաձայնվել հարցադրման հետ, հա, բայց կա խնդիր, որի շուրջ մենք փորձում ենք այդ ճանապարհով երկխոսել, թե ՀԱԿ-ը որպես արտախորհրդարանական ընդդիմություն եւ թե իշխանական կոալիցիան որպես իշխանություն, այո, եւ եթե ՀԱԿ-ը հանրահավաք է, հա, այդ հանրահավաքը ինչին է նվիրված, այդ խնդիրներին, չէ, եւ այդ խնդիրները եթե պետք է ՀԱԿ-ը լուծի իր վրանային ճամբարով, ապա դա իմ կարծիքով եւ չկա երևի երկրորդ կարծիք, որ չի հակասում երկխոսության տրամաբանությանը։ Նրանք չի կարող զուգահեռ երկխոսել եւ զուգահեռ լինի հանրահավաք։ Դրանք նույն նպատակին են միտված։ Հա, նրանք ասում են ոչ թե այդ խնդիրներին, այսինքն սոցիալական, տնտեսական կամ չգիտեմ քաղաքական խնդիրներին, այլ նվիրված է մի խնդրին, որ տեղին ունենան արտահերթ ընտրություններ եւ լինի լեգիտիմ իշխանություն։ Այդ խնդրին է նրանց վրանները։ Բայց մենք չմոռանանք, որ իշխանական կողմը բավականին ծավալուն մեկնաբանություններով պատասխանել էր այդ հարցադրմանը, որը այս փուլում երկխոսության ընդհատվեց, չէ, հայտնի պատճառով, այսօր անդրադառնանք այդ պատճառին, եւ արկախվեց ՀԱԿ-ի համար ջանքերով կամ ՀԱԿ-ի ցանկությամբ։ Քանի որ նրանք ցանկություն չունեն լսելու թե ինչ պատճառաբանություն է։ Միգուցե եզրահանգումը գալիս է նրան, որ երկու կողմերն էլ համաձայնում են այս կամ այն եզրահանգմանը։ Քանի դեռ դա մինչև վերջ չի ներկայացվել
երկխոսող կողմին, այսինքն ՀԱԿ-ին, ապա այդ մասին մի քիչ ավելի բաց խոսելը թերևս ոչ ճիշտ կլինի, բայց այնուամենայնիվ մենք գիտենք, որ բավականին լուրջ եւ բավականին ծավալուն նյութ է տրամադրված եւ ընդամենը կեսն է ընթերցվել կամ ներկայացվել ՀԱԿ կողմը ներկայացնող այդ երկխոսող թիմին, հա, այսպես ասենք։ Անդրադառնանք այնուամենայնիվ, ասում եք չանդրադառնանք, բայց այնուամենայնիվ անդրադառնանք։ Միթե մի հատ երիտասարդի ձերբակալությունը այդքան սկզբունքային հարց է ձեզ համար, որ դուք պատրաստ չեք, այսինքն իշխանությունը պատրաստ չի այդ տղային բաց թողնել եւ երկխոսությունը վերսկսել։ Շատ հետաքրքիր հարցադրում, փորձեմ պատասխանել մի քանի ուղղություններով, հա։ Նախ եթե ծանոթ եք կամ ասենք հանրությունը ծանոթ է այդ հարցի վերաբերյալ իմ կարծիքին, ես ցանկացած հրապարակային իմ ելույթում կամ հանդիպման ժամանակ լրագրողների հետ արտահայտել եմ իմ դեպքում։ Ես նույնը իմ կարծիքը չի փոխվել եւ իմ համար երկխոսությունը որպես հայ քաղաքական իրականության մեջ կյանքում դա նոր ինչ որ մի հարթակ էր, մեկ քայլ ավելի բարձր, որտեղ փորձեցինք երկու կողմերը իրենց մեջ ջանք, եռանդ գտնելով, նաեւ որոշակի հետ քայլ կատարելով յուրաքանչյուրը իր հերթին իր պարագայում, հա, գնացին երկխոսության, որը ամբողջ աշխարհի համար ընկալելի էր, որովհետև քաղաքակիրթ աշխարհը հակառակ կողմերի այն տարաձայնությունը, որը բավականին հեռու է, մոտեցնելու միակ տարբերակը երկխոսելն է, ուժ կիրառելը, բիրտ գործողությունները այլևս անընդունելի է 21-րդ դարում, եւ եթե այդ վերին գաղափարները կամ այդ վեհ գաղափարի մասին մենք խոսում ենք եւ բոլորս մեր հրապարակային ելույթներում նշել ենք, որ այո, սա այս ընկալում ենք մենք այսպես եւ գալիս է մի պահ, որ Տիգրան Առաքելյանի միջամտությունը ոստիկանության գործողությանը եւ ՀԱԿ-ի համար դա սկզբունքային է եւ ոչ ավել ոչ պակաս Տիգրան Առաքելյանը հայտարարում է քաղբանտարկյալ, ես դա չեմ կարող ընդունել։ Որովհետեւ քաղբանտարկյալը մեր համար նաեւ պատմության մեջ նաև ընդունված է, որ դա այլ հասկացություն է եւ այլ հարթության մեջ։ Եթե իրենց համար քաղբանտարկյալ լինել ընդամենը այդ ոստիկանի եւ այդ պիտբուլի դնչկալի հետ կապված որոշակի հարցադրումների բարձաբանումն է, մեր համար այլ հարթության մեջ է։ Եվ եթե մենք հիշում ենք, այդ միջադեպին մասնակցել էին 7-ից 8 երիտասարդ եւ ավելի, հա։ Եվ դատական տարբերացիաներում դատարանների այդ 7 երիտասարդը, թե 6 երիտասարդը կալանքը իրենց խափանման միջոցը որպես կալանք փոխվեց եւ ազատ արձակվեցին։ Բայց Տիգրան Առաքելյանը նաեւ մամուլից տեղեկանալով, հա, այն հիմնական գործող անձն է եղել, որը հրահրել է, որը այդ միջադեպի առանցքում է եղել, հա, այսպես մենք բնութագրենք եւ այստեղ սկզբունքայնությունը այնքանով է, որքանով մենք պետություն ենք, որքանով մենք իշխանություն ենք եւ որքանով մեր պետությունը օրինական պետություն է, եթե մարդը կատարելի արարք, ինչի գնալ դրան, ինչ ապացուցենք, որ հետագայում բոլոր երիտասարդները որևէ հանցագործություն, որևէ արարք կատարեն եւ ասեն մենք հակ ակտիվիստ ենք եւ այլևս քաղբանտարկյալ ենք, ես չեմ կարծում, որ սա հենց այն ուղին է կամ այն ճանապարհն է, որով մենք փորձում ենք սահմանադրական կարգ հաստատել եւ իրավական պետություն ստեղծել։ Նրանք ասում են, քանի որ ոստիկանները ասեցին, ահա դու լևոնական ես, հենց դա է, այսինքն նրա լևոնական լինելն է ստիպել ոստիկաններին այդպիսի հարվածել, հա, այո։ Եվ գիտեք ինչ, ցանկացած քաղաքացի իր գործողությունների մեջ ազատ է, այդ դեպքում նաև Տիգրան Առաքելյանը, բայց օրենքը մեկն է։ Եթե ոստիկանը սխալ է թույլ տվել, ապա ինքը կարող էր ապացուցել դա դատարանում եւ ոստիկանը թող համապատասխան պատիժը ստանար, այլ ոչ թե իր վրա պատժիչ մեխանիզմը կամ իրավունքը վերցնել եւ սկսել պատժել ոստիկանին։ Հիմա ձեր կուսակցության անդամները ասում են Գալոս Սահակյանն ասում է ճիշտ կլներ ցրել այնուամենայնիվ այդ վրանային քաղաքը։ Ինչու ճիշտ կլներ, նրանք օրենք են խախտում, ինչ կա դրա մեջ։ Տան տարբեր կարծիքներ քաղաքական գործիչներն էլ որպես այդպեսին իրենց կարծիքներում եւ արտահայտման առումով ազատ են, որևէ խնդիր չկա, հա։ Բայց եկեք մենք նայենք օրենքի տեսանկյունից եւ հանրահավաքների ազատության մասին օրենքը, որը վերջերս ընդունվեց եւ նաեւ որոշակի փոփոխությունների ենթարկվեց, այնտեղ հստակ սահմանվում է հանրահավաքի անցկացման ժամանակը, ձևը, բովանդակությունը, հա, այդ ամբողջը կարգավորված է օրենքով։ Եվ եթե մինչև նշված ժամկետը կամ ժամանակը չի ավարտվում, ապա այլևս անօրինական է։
Իսկ եթե դա ինքնաբուխ հանրահավաք է, ապա այդ ինքնաբուխ հանրահավաքը պետք է ունենա մասնակիցների որոշակի ժամանակ, որոշակի ընթացակարգ եւ այլ եւ այլ։ Այսինքն նախնական, որ իրենց արտոնվել էր այդ հանրահավաքը քաղաքապետարանի կողմից, ավարտը, եթե չեմ սխալվում, 23:00-ն էր։ Եվ նախապես տեղեկացվում է, որ երթ պետք է կատարվի այս երթուղով եւ այլ եւ այլ։ Դա օրենքը մանրամասն կարգավորում է։ Եվ եթե իրենք որոշեցին, որ վրանային քաղաք պետք է կամ ասենք ինչ-որ հանրահավաք կազմակերպեն, դա արդեն անօրինական է։ Եվ քանի դեռ նաև մենք ոստիկանության համապատասխան արձագանքը լսեցինք, ոստիկանապետի գլխավոր խորհրդականի կողմից նշեց, որ հանրահավաքը անօրինական է, բայց ոստիկանությունը քանի դեռ հասարակական կարգը, այսինքն կոպտորեն չի խախտվել, ոստիկանությունը ընդառաջում է եւ նաեւ աջակցում է որոշ առումներով, որպեսզի այդ հանրահավաքը շարունակվի։ Բայց հանրահավաքը անօրինական է։ Իսկ եթե ընդհանրապես չխախտվի, տարիներով կարող են նստել եւ չխախտել։ Որոշման կամ որոշում կայացնելու խնդիր է, թող նստեն։ Եթե նստել են, ինչ են անում, հա, այսպես հարցադրում են նաեւ։ Հերոստատողների հարցեր Ինչպես եք վերաբերվում, եթե հանկարծ Քոչարյանը որոշի գալ քաղաքականություն, որ ընդդիմությունն է ձեզ համար այդ մեկը հարցն է։ Այդ հաջորդ հարցը ուրիշ է։ Ուրեմն ինչպես եք վերաբերվում, եթե հանկարծ Քոչարյանը որոշի գալ քաղաքականություն։ Նորմալ։ Այսինքն այդ դեպքում նա իշխանություն կլինի թե ընդդիմություն։ Ինքը պետք է որոշի։ Նա կարող է լինել հանրապետական կուսակցության աջակցությունը, կարող է կամ կոալիցիա աջակցությունը կարող է ստանալ։ Այսինքն նա վերադառնում է քաղաքականություն, նրանք պայմանավորվում են Սերժ Սարգսյանի հետ, որ հենց նա առաջ քաշում ինչպես Ռուսաստանում, հա։ Մի շարք եթեների շարքից է կանխատեսումների։ Ամենը կարող ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը իր հայտնի ելույթում ասեց, որ եթե ես վերադառնամ քաղաքականություն, ապա ինչ ձևով ոնց ում հետ, ինչ թիմով, ինչ սկզբունքներով եւ ինչ այսինքն հեռանկարներով ես դրա մասին անձամբ կհայտարարեմ։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը դեռևս չի հայտարարել ինչ միջոցով, ինչ ուժով, ինչ սկզբունքներով կգա քաղաքականություն, իմ կարծիքով դա միայն կլինի կանխատեսումների շարքից։ Որ ընդդիմությունն է ձեզ համար ամենաընդունելին եւ ամենաանընդուներին։ Գիտեք ինչ, երբ որ իշխանական թևում ես գործում, եւ ընդդիմությունը կառուցողական է, բավականին եւ հետաքրքիր է եւ հեշտ է։ Հա, երբ որ ընդդիմությունը մատնանշում է քո արած գործերը, դրա կողքին նշում է քո թերությունները, որոնք դու բաց ես թողել, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, դու դա անցալում ես որպես հոգատար վերաբերմունք։ Բայց երբ որ դու տեսնում ես, որ ամեն գնով յուրաքանչյուր կատարած գործ սևացվում է, ընդհանրապես ընդգծելու, որ իրենք ընդդիմադիր են, եւ մեր հայ իրականության մեջ ծայրահեղ ընդդիմությունը նա է, ով ավելի սև գորշ գույներով նկարագրում է այսօրվա պատկերը, իշխանության կատարած գործերը եւ այլ, դա արդեն դառնում է ոչ կառուցողական եւ մեղմ ասած մի քիչ անհետաքրքիր։ Ես չեմ կարծում, որ ասենք Շարլ Ազնավուրը ծայրահեղ ընդդիմություն է, ընդհակառակն է Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, չէ՞։ Նովել Դարմենի հարցազրույցում նա ասաց. Հայաստանը օր-օրի դատարկվում է։ Դա սև գույներով են ներկայացնում, թե օբյեկտիվ է։ Ես հարգում եմ Շարլ Ազնավուրին որպես մեծ հայորդի եւ հատկապես ես որպես սպիտակցի ծնունդով նաեւ իմ երախտիկի խոսքը միանշանակ պետք է եղել նրան երկրաշարժի ժամանակ իր այն լայնածավալ կատարած աշխատանքին եւ օգնությանը, որը կատարել Շարլ Ազնավուրը։ Գիտեք ինչ, կա տարբեր տեսակետ եւ տարբեր կարծիք, կա երևույթների նաեւ այլ տեսանկյունից նայել եւ գնահատական տալ։ Մենք արտագաղթը կարող ենք բնութագրել տարբեր ուղղություններով։ Կա արտագնակ աշխատանք, որ մեկնում են մեր համերկրացիները։ Եվ կա ստատիստիկ տվյալներ, որոնք մի քիչ չեն համապատասխանում այսօրվա նաև ընդդիմության ներկայացրած այդ տվյալներին, որ գիտեք ինչ այսօր Հայաստանը դատարկվում է եւ այլ, մեկնում են Ռուսաստան եւ նույնիսկ մենք տեղեկացանք նաև պաշտոնական, որ նման որևէ ծրագիր, որևէ բան չկա, որ հատուկ Հայաստանից տեղափոխեն Ռուսաստան եւ բնակեցնեն եւ այլ։ Դեսպանատան ծրագիրը դրա մասին չի։ Որ դեսպանատան։ Ռուսաստանի դեսպանատան ծրագիրը։ Այո, Ռուսաստանի դեսպանատնից, եթե ես չեմ սխալվում, եղավ պատասխանը, որ նման խնդիր չկա եւ նման որևէ բան չկա, որ միտումնավոր կամ միտված Հայաստանից, հա, տեղափոխեն եւ բնակեցնեն այնտեղ։ Սոցիալական որոշակի խնդիրներ կան, կա տնտեսական ճգնաժամ եւ մարդիկ իհարկե կա նաեւ
որոշակի սոցիալական խնդիր, որ մարդիկ իրենց կենցաղը ապահովելու համար նաև մեկնում են արտագնա աշխատանքի։ Իհարկե դա կա, իհարկե նաև խոսել է մեր կառավարությունը դրա մասին, խոսել է նախագահան, որը նաև որոշակի առումով այսօր հատկապես դա եւ կառավարության ուշադրության կենտրոնում է եւ նախագահի ուշադրության կենտրոնում։ Այդ ուշադրության կենտրոնում լինելով հանդերձ այս տարի արտագաղթի ծավալները մեծացել են, համաձայն եք դրա հետ թե չէ։ Ես մի փոքր համաձայն չեմ, կարող է նաև մեծացած լինի, թերևս իմ անձնական պատճառաբանությունը հետեւյալն է։ Հաշվի առնենք, որ մեր հայրենակիցները հիմնականում արտագնա աշխատանքի մեկնելիս աշխատանք փնտրում են շինարարության ոլորտում եւ եթե տնտեսական ճգնաժամը հաշվի առնենք նաեւ որ ազդեցությունը Ռուսաստանի վրա եւ որ ծավալները կրճատվել էր եւ վերադարձել էին եւ որոշակի անցում կա միտում կա դեպի դրականը միգուցե դրա հետ է կապված որ նորից մեկնում են իրենց արտագնա աշխատանքի Լոս Անջելեսից մեր հեռուստադիտողը շատ ակտիվ Հարութ Տեր-Ղազարյանը հարցնում է երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելես էր եկել բայց նա չի հանդիպել հայ ժողովրդի հետ, որովհետև նա լեգիտիմ նախագահ չէ։ Նրա հանդիպումները փակ եւ սահմանափակ էին, այսինքն փակ տեղերում էին։ Սա ինչ խայտարակություն է, ինչի համար նա հրաժարական չի տալիս։ Հարցնում է Հարութ Տեր-Ղազարյանը։ Ես չգիտեմ Հարութ Տեր-Ղազարյանը ինչ միտում ունի հարցադրման առումով եւ ինչ ծագումնաբանություն ունի, ես չեմ ուզում վիրավորեմ իրեն, բայց եթե մենք ընդամենը այստեղից կարող ենք հետևել երկրի նախագահի հանդիպումները, այցելությունը, ընդունելությունը, ճաշը, որը պաշտոնական ընդունված արարողակարգ է եւ բավականին լայնածավալ էր եւ բավականին մարդաշատ էր եւ բավականին դրական ընդունելություն, աուրայի առումով նաեւ բավականին լուրջ հանդիպումներ, եթե այդ ժամանակահատվածում հարցադրում անողը չի եղել Լոս Անջելեսում կամ ընդամենը որոշել նման հարցադրում։ Դե մենք կարող է այդ ժամանակ արցագուրտի մեջ եղել միգուցե կամ հիշողությունը արդենից դավաճանում է կամ պետք է նման հարցադրում աներ, ապա դա էլ խնդիր է։ ԵԽԽՎ-ում մարտի 1-ի էջը փակվեց նաև ընդդիմության եւ իշխանության միջև երկխոսության պայմանավորված։ Չեք կարծում, որ ազնիվ չի իշխանության ներկայացուցիչի կողմից նման սուտ ինֆորմացիա հնչեցնել ԵԽԽՎ ամբիոնից։ Խոսքը հավանաբար հետևյալի մասին է, որ զեկուցողները Հայաստանի մասին զեկույց ներկայացրեցին, որտեղ ասեցին, որ երկխոսությունն է ընդունում, քաղբանտարկյալները ազատ են արձակվել եւ այլն։ Եվ ստեղից նրանք եզրակացրեցին, որ քաղաքական առումով մարտի 1-ի էջը փակ է, բայց ըստ հեռուստադիտողի խնդիրն այն է, որ Դավիթ Հարությունյանը, որպես պատվիրակության ղեկավար ներկայացրել է իբր երկխոսությունը գնում է, իսկ երկխոսությունը իրականում ընդհատվել է։ Նախ ԵԽՎ բանաձևի հետ կապված եւ բանաձև չկա, չէ, մարտի 1-ի եւ զեկույցի հետ եւ այսօր եթե չեմ սխալվում նաեւ կլինի բանաձևը։ Կլինի, այո։ Այո, կլինի բանաձևը։ Եվ ընդհանրապես կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը եւ երկխոսության առումով եւ մարտի 1-ի առումով գտնվում է եւ մշտադիտարկման տակ եւ անընդհատ եվրոպացիների եւ ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում։ Եվ բազմիցս նրանք այցելել են եւ տեսել են այն միտումը, այն ուղղվածությունը դեպի դրականը, քայլերը նաեւ իշխանության կողմից։ Եվ իհարկե երկխոսությունը նաեւ որոշակի առումով դրական քայլ էր, եթե մեղմ ասենք, եւ իհարկե դա որոշակի առումով իշխանության հետ քայլն էր, իր սկզբունքներից ենթադրենք, եւ ընդառաջ գնալ ներընդդիմության, որը իսկապես գնահատվեց ԵԽԽՎ կողմից։ Բայց մարտի 1-ի էջը պետք է փակվի մեր բոլորի կողմից։ Եվ եթե մենք անընդհատ թմկահարենք մարտի 1-ը, մենք չենք կարող քայլել առաջ։ Մենք միևնույն ժամանակ չենք կարող մոռանալ այդ 10 զոհերին, որովհետև նրանք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Եվ իսկապես հավատացեք, ես անձամբ ցավ եմ ապրում։ Եվ դրա համար մենք պետք է ապագա մեր բոլոր քայլերը այնպես կառուցենք, որ նման երևույթներից մենք զերծ մնանք, նոր մարտի 1-եր չլինեն։ Այսինքն այն սուր ծայրերը, որ առկա են, պետք է մի փոքր կլորացվեն, հարթեցվեն, այլ ոչ թե ավելի սրեն։ Եվ դա պետք է փոխադարձ քայլերով արվի, փոխադարձ ընկալման շրջանակներում արվի։ Այսինքն դրա վառ օրինակը նաև երկխոսությունն էր, որպեսզի նստենք եւ զրուցենք։ Եվ այսօր էլ իշխանությունը ոչ միայն չի բացառում, այլ նաև ընդունում է եւ ընկալում է, որ երկխոսությունն է միակ ճանապարհը։ Երկխոսությունն է, որ կարող ենք այդ սուր ծայրերը հարթելով գնանք առաջ եւ
նոր մարտի 1-երը նաև բացառենք։ Ինձ համար ճիշտ ասած, որպես ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության ներկայացուցիչ, այդ ձեր երկխոսությունը չափանիշ չի մարտի 1-ի համար։ Ուրեմն ասում են, եթե երկխոսություն կա, ուրեմն փակվել է, եթե երկխոսություն չկա, ուրեմն չի փակվել։ Ամենակարևոր բանը, որը պիտի տեղի ունենա եւ դրա հետևանքով բոլոր ձեր ասած անկյունները հարթվեն, այն է, որ մարտի 1-ի պատասխանատուները, այսինքն հանցագործության պատասխանատվությունները կանգնեն դատարանի առաջ։ Համաձայն չեք թե՞ չէ։ Ես համաձայն եմ, ասեմ ավելին, որ երկրի նախագահը նաև հստակ հանձնարարական է տվել, որպեսզի նոր Երևան եկած հանգամանքներ, եթե կան նոր փաստեր, ապա նորից գործը մարտի 1-ի 0-ից, հա, մինչև այսօր նորից նայեն, նորից վերհանեն, նորից փնտրեն, որպեսզի գտնեն։ Եվ այդ հանձնարարականը իսկապես եղել է բավականին լուրջ, հա, թեպետ նաև եղան մարդիկ, որոնք փորձեցին դրա մեջ էլ ինչ-որ տողատակիր փնտրել, բայց այնուամենայնիվ դա զանգվածային ինչ-որ միջոցառման ժամանակ է եղել եւ կոնկրետ դրա հասցեատերերը, այսպես ասած, գտնելը նաև սա իրավապահների գործն է, հա, մի փոքր դժվար է, քանց թե ասենք, որ կոնկրետ ինչ-որ 1-2 մասնավոր դեպքեր լինեն։ Եվ այս առումով նաև իմ խորին համոզմամբ նոր մարտի 1-ի էջը փակելը կամ նոր մարտի 1-երը բացառելը, հա, դա կլինի այն ժամանակ, երբ որ մենք 2012 թվականին մեր հերթական համապետական ընտրության ժամանակ ազգովի կարողանանք ժողովրդավարության բոլոր կանոններին համահունչ ընտրություն կատարենք եւ մեկ քայլ առաջ կանգնենք։ Դուք կարող եք պաշտոնապես ասել, որ այն երկու պահանջները, առաջին երկու պահանջները, որը առաջ է քաշել ՀԱԿ-ը եւ իր այդ նստացույցից առաջ, այսինքն արտահերթ նախագահական եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իշխանությունը չի պատրաստվում կատարել։ Ես պաշտոնական կարող եմ միայն ասել այն, որ երկխոսության պարագայում ներկայացվել է փաստաթուղթ եւ քանի դեռ նաեւ իշխանության կողմից պաշտոնապես նաև նման հայտարարություն եղավ։ Քանի դեռ այդ պատասխանը մինչև վերջ չի ներկայացվել, մեր պատասխանը ՀԱԿ երկխոսողներին, հա, թիմին, այսպես ասած, մինչև վերջ չի ներկայացվել եւ չի քննարկվել, մենք պաշտոնական որևէ հայտարարություն չենք անում այդ մասին եւ ասեմ ավելին, այդ փաստաթուղթը չենք հրապարակում։ Քանի որ դա չի ներկայացվել այդ երկխոսող թիմին, այն մարդկանց, ովքեր եկել են երկխոսություն։ Կարող է դուք այդ դրանից ավել ես որևէ բան պաշտոնական չեմ կարող ասել, որովհետև պաշտոնական դրանից ավել այսօր որևէ բան չկա։ Կարող է այդ փաստաթղթում գրած է, որ դուք համաձայն եք արտահերթ ընտրություններին։ Ուրեմն մենք համաձայն կլինենք, եթե գրված լինի այդ պաշտոնական փաստաթղթում։ Եղավ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզանից ենք շնորհակալ։ Այսօր իմ զրուցակիցն էր Հովհաննես Սահակյան, ազգային ժողովի պատգամավոր, վաղը մենք նորից կհանդիպենք։ Ստեսություն։